Բարի օր ժողովուրդ ջան։ Նախ ասեմ, որ մի հատ հեքիաթ եղանակ է հիմա դուրս է, համ տաք է, համ ձուն է, в общем հեքիաթ։ Երկրորդը, եկեք մի հատ էս նյութը լսենք ու ես արտահայտվեմ։ Եվ Արտվաշենի դեպքերից երկու օր առաջ եւ ես եղա Արտվաշենում Կրասնասելսկի շրջանում այն օրը երբ Արտվաշենի պաշարումը ճեղքված էր, փայլուն կերպով ճեղքված էր, մեր ուժերը մտել էին Արտվաշեն, փրկել էին Արտվաշենի 1500 հոգի բնակչությանը, որ գտնվում է Արտվաշենում, դրանից ընդամենը 1 օր առաջ նույն կուսակցությունների, նույն ընդդիմադիր կուսակցությունների կառավարությունները տասնյակ անգամ զանգել են ինձ եւ խնդրել են փրկել բնակչությանը եւ իրենք զարմակն են արտահայտում, թե ինչու մինչեւ բնակչությունը էվակուացված չի, քանի որ Արտվաշենը նման կղզյակ է եւ 15-20 կիլոմետր խորությամբ հարավապետության տարածքում, ինչպես կարելի է ժողովրդին թողնել այդ կղզյակում, այդ նույն ուժերը հանգեցրին մեղադրել, թե ինչպես եղավ որ Արտվաշենը ընկավ, բայց դա չէի ասում։ Արդեն այն օրը, երբ Արտվաշենը ընկած չէր եւ Արտվաշենում մենք ունեցել ենք գեղեցիկ հաջողություն, եւ տղաները ճեղքել էին պաշարումը, փրկել էին բնակչությանը եւ Արտվաշենը մեր ձեռքում էր, Արտվաշեն իմ մտնելու օր արդեն Արտվաշենում խոճապ կար։ Եվ Կրասնասելսկի բնակչությունը հարց էր տալիս. Արտվաշենը ծախեցիք։ Արտվաշենը դեր տրված չէր, Արտվաշենում դեր մերոնք էին, բայց հարց էին տալիս. Արտվաշենը ծախեցիք։ Այս ծախելու անհեթեթ գաղափարը մտցրեցիք ժողովրդի մեջ, սելի քաղաքական գործիչներ։ Եվ արդեն նույնիսկ որոշել են թե ինչքանով ծախեցինք 7 կիլոգրամ ոսկի։ Մինչ այդ մեղադրում են գործկոմի նախագահային, հետո երբ ես գնացի ավելի մեծ պաշտոնյա կտան, մեղադրեցին ինձ 7 կիլոգրամ ոսկու Արտվաշենը վաճառում ես։ Բայց դեռ Արտվաշենը չէինք վաճառել։ Արտվաշենը դեռ մեր ձեռքում էր, Արտվաշենում մեր տղաներն էին։ Ինչ կատարվեց հետո Արտվաշենում։ Նույնիսկ եմ ասում 18 կիլոմետր խորությամբ ճշնամու տարածքում է։ Կղզյակ է ճշնամու տարածքում, որը պահելու համար չափազանց մեծ ուժեր են պետք։ Բայց Արտվաշենը էլի կարելի էր պահել, եթե արտվաշենցիները իրենք ուզեին Արտվաշենը պահել։ Ճանապարհի բացումից անմիջապես հետո Արտվաշենում ոչ մի Արտվաշենցի չմնաց, դա հասկանալի է, մենք օգնեցինք որպեսզի ժողովուրդը էվակուացվի, ավաղ Արտվաշենում չմնաց ոչ մի կռվող Արտվաշենցի, որը պետականորեն ստացել էր զենք։ Իսկ դրանց թիվը հասնում է շուրջ 250-ի։ 250-ից Արտվաշենում մնաց 7-8 մարդ։ Եվ հաջորդ ամբողջ օրը Պարետը, պաշտպանության նախարարը, պաշտպանության շտաբի բոլոր գործիչները շրջել են Արտվաշենում, հանդիպել են ժողովրդի հետ։ Եվ ասել են, որ Արտվաշենի պաշտպանության, Արտվաշենի պահպանման միակ ձևը դա զինված արտվաշենցիների վերադարձն է դեպի Արտվաշեն։ Հաղորդվել այս մասին ռադիոյով տեղական։ Եվ ասել որ եթե նրանք չվերադառնան, գոնե զենքը բերեն հանձնեն, որովհետեւ մենք հատ զենքով մյուսներին զինենք ուղարկենք Արտվաշեն։ Ավաղ 8 մարդ ընդհանրապես մեր հետ միասին մտավ Արտվաշեն, հետո մեր վերադարձը հետո այդ 8-ից 3-ը դարձյալ 8-5-ը դարձյալ դուրս էին եկել։ Եվ Արտվաշենում մնացել էր Արտվաշեն գյուղի հերոսական միլիցիան մի քանի մարդով եւ արդեն պաշտպանության նախարարության պետական ուժերը։ Գիրովականի գնդի եւ Սամարապա գնդի տղաները։ Իսկ Արտվաշենը ռմբակոծում էր ահավոր թափով եւ Արտվաշենում կենթանի մնալ չմնալու խնդիրը ընդհանրապես 50% հարաբերություն էր։ Եվ մենք որոշեցինք որ Արտվաշենը պիտի պահենք եւ միկրոֆոնը ինձ մոտեցրեցին Արտվաշենում գտնելու ժամանակ ես ասացի Արտվաշենը պահելու ենք, ես համոզված էի որ պահելու ենք միայն մի պատճառով, որովհետեւ կարծում եմ Արտվաշենցիները կվերադառնան 200 հոգին, մեզ ընդհանրապես 300 մարդ էր պակասում որպեսզի Արտվաշենը կարողանանք պահել։ Նույն օրը մի գիշերվա մեջ մենք կարողացել ենք վերադարձնել 500 մարդ ոտի անել, սակայն 18 կիլոմետր ճանապարհը ամբողջ հատվածով պահելու եւ նախկին պոստերը պահելու համար այնտեղ առնվազն 1200 մարդ էր պետք։ Եվ ես վերադարձա Երևան, որպեսզի ուղարկեմ եւս 200 հոգի մարդ ռեզերվ Արտվաշենը պահելու համար։ Մինչև Երևան վերադառնայի Արտվաշենը արդեն գրավեց։ Նույնիսկ եմ ասում Արտվաշենը գրավեց, որովհետեւ Արտվաշենցին Արտվաշենը չպահեցին։ Գոնե 2 օր։ Հայաստանի բոլոր սահմանամերձ շրջանները, բոլոր սահմանամերձ գյուղերը այսօր պատշաճ մակարդակով պաշտպանված են։ Սակայն եթե հիվանդը ինքը չի ուզում բուժվել, ոչ ոք նրան չի կարող բուժել։ Եվ ոչ ոք թող ոչ ոքի չմեղադրի։ Նորից եմ կրկնում, Հայաստանի բոլոր սահմանամերձ շրջանները գյուղերը պաշտպանված են պատշաճ մակարդակով եւ կարող են նաեւ արժանի հակառակվածներ յուրաքանչյուր դեպքում։ Եվ ընդհանրապես ինչ է պատահել Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Որ հատվածներում ենք մեր պարտություններ կրել, Արտվաշենից դժբախտ դեպք եթե արանքից մի կողմ տնենք, դա արդեն բացատրեց ինչպես դա եղավ։ Ոչինչ չի հիշեցնում։ Տեսնում եք ինչ խոսքեր ա օգտագործում։ Տեսնում եք ինչ ասում։ Նույն բանը ինչ որ կատարվել է Կարսում, նույն բանը։ Նույն բանը ինչ որ կատարվել է Արտվաշենում եւ նույն բանը ինչ որ կատարվեց Արցախում։ Դուք տեսնում եք որ ընդհանրապես տարբերություն չկա այդ մեթոդների։ Նախորդ ասում են ծախել են, նախորդ ժողովրդի մեջ խոճապ են գցում, ժողովուրդը հելնում թռնումա չի կռվում, հետո էլ մեղադրում։ Ու ամենահետաքրքիրն է նա, որ այս ամենի մեջ միշտ դաշնակի հոտ եմ առնում, դաշնակի հոտած հոտը, նավթալինոտ, բոլշևիկյան։ Ազնիվ լինելը շատ հեշտ է, շատ, բայց չգիտես խի, որոշ մասա, ձգտումա, տուֆտելը համացանցում, մեղադրելը ուրիշներին, չգիտես խի, չգիտեմ ինչ օգուտ են ստանում դրանից, չգիտեմ։
Փաշինյանը հենց եկավ ասեցին եկելա հողերը տա։ Ու ինքան հետաքրքիր է, սրանք շատ են սիրում ես 7 թիվը էլի, 7 միլիոն, 7 մեշոկ ոսկի եւ այլն։ 7 տոննա, в общем 7-ը շատ են սիրում սրանք, 7-ի սիրահար են։ Տեսեք էլ ինչքան նման է սիտուացիան, օրինակ Արցվաշենի բաղով ես տեղյակ չէի։ Հիմա էլ իմացանք։ Ու բերում համադրում ես, տեսնում ես նույն պատմությունը, անընդհատ կրկնվում է։ Պատմությունը սիրում է կրկնվել։ Այդ դրա համար ասում Նիկոլ Փաշինյանը, մեր պատմությունը մեզ ինչ ասում։ Ու հետաքրքիրն է նա։ Երևի այն ժամանակ էլ ա եղեն նժ գզողներ, որոնք հենց այդ նույն քայլերը արել են, որ Արցվաշենը ընկնի, որ հանձնեն։ Բա, այդ ինչ են մեր հերոսները, որոնց հիմա անընդհատ ընդդիմադիրները հիշեցնում են մեզ, թողել լքել դաշնակցություն, նույն Անդրանիկը, ինչքան հերոս է թողել դաշնակցությունը ու լքել, թե թողի գնացել, հասկացել է, որ տականք են։ Մի բան էլ ասեմ, Վադիմ Հարությունովը, որ Վադիմ Հարությունովը, շոկ ապրե, այս Սալավյով պորտի բամբուլի ասասների տակ, հայերի գրածներից, հենց հիմա ներկայացնում եմ, մի հատ ուշադիր կարդացեք, թե այս փարչակների ինչ են գրում, այս կորած մոլորյալների ինչ են գրում, հարցակվեք պրծնեք, ինչից եք ուզում պրծնեք, արա, ինչից եք ուզում պրծնեք, գնացեք ազգանունները փոխեք, սիկտիր եղեք, պրծեք։ Հալավ ես ուզում հասկանամ դուք ինչ որ ինքնասիրություն ունեք, թե չէ, հենց հիմա ներկայությամբ ՌԴ-ում, Ռուսաստանի Դաշնությունում դուք դաժե երկրորդ սորտ չեք, արդեն երրորդ սորտ եք։ Այ պիտուխներ, ինչից եք ուզում պրծնեք։ Հարցակվի Հայաստանի վրա ինչից պրծնեք։ Դուք արդեն ստիպում եք, որ բոլորիդ մի հատ սենց հավաքագրենք ու բոլորիդ զապրետ դնենք ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն ոտ դնելը։ Ես ով եք արա դուք, ոնց որ դուշման ըլնեք, արա թուրքը քակակ երե ձեր դեմը։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դուշման չունի, ոչ մի թշնամի պետություն չունի, դաժե ռուսը թշնամի պետություն չի, ես գտնում եմ, որ պետքա այստեղ մենակ շահերը առաջ տանենք, ու վсё, ռուսը պրոստը թաթերի չի գալիս, որտեվ սովոր ա եղել, իշխի, հասկանալի է։ Դուրքն էլ իր մեծությամբ, իր հզորությամբ տոտում։ Բա դուք, արա մեր դուշմանը դուք եք, միակ դուշմանը, որ հայ ազգը ունի, դուք եք։ Ձեր պատիվ, հարգանք, թասիվ, արուն կորցրած, այս սոխեր, այ եթիմներ, ինչ եք ուզում ես երկրից։ Հելեք սիկտիր եղեք սաղը, գնացեք ազգանունները փոխեք, հայերեն տառերը մոռացեք, բավշի մի ներկայացեք հայ, մի ներկայացեք, արա, ոչ մի ազգի մեջ չկա ձեր նման տականք։ Սալավյովը մենակ Հայաստանի մասին չի խոսել, Սալավյովը խոսել է Մեծասիայի մասին, Կրկստան, Կազախստան եւ այլն, այդ երկրների մասին։ Արա մի հատ Կազախ, մի հատ Կիրգիզ բերեք։ Ցույց տվեք, որ տենց հեշտ դուստ արա, իսով եք դուք, արա։ Արա սատկեք, դուք ապրելու իրավունք չունեք։ Դուք հայ չեք, արա, դուք կորած մոլորյալ չեմ մանում։ Ասում են աշխարհում կա գալոբոյ կրով, մեկ էլ կա կարմիր կրով։ Դուք սեռի եք, արա, սեռի։ Մոխրագույն եք դուք։ Ձեր նման 603-ի վաստակներ համ Հայաստանում կա, համ Ռուսաստանում կա, ամեն տեղ կա։ Բայց մի հատ Կիրգիզ ոչ միտեղ չես գտնի, մի հատ Կազախ ոչ միտեղ չես գտնի, որ նման արտահայտություն անի։ Այն ինչ որ դուք գրել եք, գովաբանել եք, ասել եք, հա, դավայ, հարցակվի, ինչ է ստանալու դրանից։ Ես քո լավիտ Ինչ է ստանալու դրանից, որ հարցակվի։ Կոտորի, ժոսկի, առանց խրճալու։ Ինչ ես դու ստանալու։ Ասա, ինչ է ստանալու։ Ինչ ամտել ես ռսի ոռը, տոլմա ես փաթաթում։ Ուզում ես որ մենք էլ մտնենք, որ քեզ աբիտնի չլինի, որ դու մենակ չլնես։ Բայց չէ, դու մենակ ես։ Դու մենակ ես այդ հարցում։ Այդ հարցում նվազդ հարցում դու մենակ ես։ Ես մի անգամ արդեն իմ եթերում ասել եմ։ Ռուսաստանը, երբ որ Ադրբեջանի դեմ սկսեց այդ գործողությունները, Ադրբեջանը անգամ առաջին համար էր տվել, ամբողջ սահմանով մեկ զորքեր լցրել։ Կարող է պատահի նենց պահ լիներ, որ հանգարց պատերազմ լիներ։ Տեսակ ադրբեջանցիների դեմ ինչեր արեց ռուսը։ Գտեք մի հատ ադրբեջանցի, որ խոսացել է Ադրբեջանի դեմ։ Օռ թե կգտնեք։ Արա, ինչեք դուք այդքան աննասուն։ Ինչեք դուք այդքան տրիապկա։ Փալաս։ Ողորմելի։ Անինքնասեր։ Այս աստիճանի նվաստ հասարակություն, որը Ռուսաստանի որոշ մասանահայության, ես կյանքումս չեմ տեսել։ Ես տեսել եմ լիք այլանդակություններ հայ կողմից, բայց այս աստիճանի դեմոնստրացիա անել, սեփական տկարությունն ու ոչնչությունը առաջին անգամ եմ տեսնում։ Սատկեք այդտեղ, արա։ Սատկեք։ Սով եք դուք, արա։ Դե հիմա ինձ ասեք, Ղարսը, որը ես Կարս եմ, այո ասում, ով հանձնեց։ Այդ ձեր նման ոչնչությունները, այդ ձեր նման պրակլատկեքը,
Դուք ընդամենը պրակլատկա եք։ Դուք հայ չեք։ Գնացեք ազգանունները փոխեք։ Այդ ձեր նմաններն են հանձնել Արցվաշենը, այդ ձեր նմաններն են հանձնել Արցախը, որոնք վխտում են եւ Հայաստանի Հանրապետությունում, եւ Ռուսաստանի այդ խոզի հետույքում։ Ոչմ ամեն անգամ հասկանում եմ, որ ազգս եղունգունի պետք է գլուխ քորի ու հաշվի չառնի հայ յան կրողան ինչ զիբիլա ու իր շահերը առաջ տանի ու նմաններին իրոք պետքա մեր պետությունը ինչ որ մի օրենք նախաձեռնի, որտեղ արդեն հերիք։ Դրանք հայ չեն, դրանք իրավունք չունեն հայ անունից խոսեն, դրանք իրավունք չունեն ընդհանրապես մեր պետության անունից խոսեն։ Հետո ինչ որ յան են կրում։ Քակն ընկանք։ Սրանք պետք է իրանց տեղի իմանան, այսքանը։